Իրանք մինչև այս դեպք պարոն Ասատովին ճանաչել եք։ Պարոն Ասատովը այս պարոն Ասատովի բերման ենթարկվելու համասը նույն իրավապարտումը կատարել է նաև ինքը իրան բերման չի ենթարկվել։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, որտեղ կոնկրետ ես ինչ արած եմ հարցը պատասխանը հնչել, բայց կոնկրետ թե իրանքի բերման չեմ ենթարկել կամ միգուցե պատել է։ Չէ, նայեք, չէ, կոնկրետ դուք տեսեք, ասում եք, ես ականատես եմ եղել, որ Լևոն Քոչարյանը ու իր հետ մի քանի կոնկրետ ձեր մասնայնություն եմ խնդրում։ Ես կարող եմ դուրս գալ, այս վկայով ավարտենք վկայի արձակնությունը կավարտվի, նոր որոշենք, դա։ Գոնե, վկայի արձակնությունը հաղթումը նաև ինքն էր կատարել։ Այս ուղղությամբ քայլեր կոնկրետ ձեր կարծիքը չէ, ձեր գործողությունները։ Բնականաբար, եթե կոնկրետ ես այդ պահին հնարավորություն ունենա, միանշով եք բերման ենթարկել։ Հիմա ձեր երկրորդ հարցը այս տեսակցություններում առկա են տվյալներ, որ այդ ելքը շարունակվել անցում մինչև պոլիտեխնիկի համալսարան և Սերգեյ Ասատովներ առաջնորդել այդ ելքը։ Ձեր պատասխանը որպես ելակետ ընդունեցին, որ այստեղ թիրախը պարոն Քոչարյանը չէր, այլ զուտ իրավախախտման կանխարգելումն էր։ Այդ պայմաններում, եթե Սերգեյ Ասատովը մի իրավախախտումներ կատարել ինչ պարոն Քոչարյանը, ոնց եղավ, որ ինախնիկը բերման չի ենթարկվեց և ավելին էլ առաջնորդեց հավաքը մինչև պոլիտեխնիկի համալսարան։ Ես ձեր հարցը չեմ կարող պատասխանել, մատել ասեց։ Արգենի վկայեմ, հարցերաշում եք, դեպատանը պատասխան։ Անարվեզեն սուտ ոչ թե ձեր գիտելիքները ստուգման համար, այլ սուտ որ վարույթով արձանագրեն։ Այդ ճանապարհի երթևեկելի մասը փակել է ձեզ ինչ իրավախախտում, հիմա որտեղ գտնենք։ Ինչ իրավիճակում, ինչ ժամանակահատվածում կամ ինչի համար։ Այդ հարցին պատասխանեք, ես հստակ եմ։ Չէ, հիմա դուք ասում եք, դուք որպես ոստիկանության ծառայող ականատես եք եղել իրավախախտում, այն են քաղաքացիները փակել էին ճանապարհի երթևեկելի մասը։ Հիմա ես ձեր հարցաքննությանը զուգահեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում խնդրում էի, այդպիսի 258 հոդվածն է, իր կետերից է բաղկացած, 258 հոդվածը վարչական իրավախախտումների օրենսգրքի կետերով հստակ չեմ կարող նշել, բայց կոնկրետ 258 հոդվածը հստակեցնում է վարչական իրավախախտումների կարգավորումները, որոնք որ մենք այդ հոդվածներով առաջնորդվում ենք, հիմա միգուցե շփոթվեմ հստակ այդ հոդվածի մեջ, բայց կետեր կա, որոնք որ հստակ նշում է, որ հասարակական կարգի խախտումները հստակ նշում է եւ այո, դա հասարակական կարգի խախտում է, որը որ իրենից ենթադրաբար բխում է, որ այլոց իրավունքները եւ ազատ տեղաշարժը խախտումներ կա, որը որ ոստիկանության կողմից է բազմաթիվ անգամ շեշտվում է, որպեսզի հարգել քաղաքացիները մի խախտեք այլոց իրավունքները եւ ճանապարհի երթևեկության կանոնները։ Ինք իրանից բխում է իրավախախտ։ Շատ ձեր ասած հոդվածը վերաբերում է իրավախախտի բերմանը, այսինքն երբ ձեր հարցը պատասխանում է։ Չէ, երբ քաղաքացին կատարել է իրավախախտում ու այդ իրավախախտման հիմքով իրան բերում եք, բերման է ենթարկվում։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ իրավախախտում է, ճանապարհի վարչական իրավախախտում է, հանցագործությունը, ինչ է, որ մենք հիմա հետո դիչապենք ձեր պահանջի օրինականությունը։ Հիմա փորձենք հասկանալ ըստ ձեզ, որովհետև դուք իրավախախտում եք։ Ինչ իրավախախտում։ Պատվարժան դատարան, ես հավաստան հարցიდან մասնագիտական գիտելիքների ստուգման ուղղված հարցեր, այսինքն գործի փաստական հանգամանքների հետ չի կապացվում հարցը, հետևաբար առարկում եմ մասնագիտ հարցը։ Պատվարժան դատարան, այո, սա պետք է ենթադրի մասնագիտական գիտելիքի ստուգում, որտեղ վկան ասում է, ես ականատես եմ եղել վարչական իրավախախտում, մոտեցել եմ, որ բերման ենթարկվում։ Հիմա մեզ այո պետք է այդ տվյալը ըստ ոստիկանության ծառայողի ինչ իրավախախտում էին կատարել Լևոն Քոչարյանը եւ Սերգեյ Ասատովը։ Մասնագիտական գիտելիքների ստուգում չեն կատարում, սակայն հարցը մանրամասնով հարցին եթե կարող է, որքան պատասխանը։ Իհարկե, հստակեցնում, այո, իրավախախտում եղել է,
կողմից նաև իշխես նաև օրինական պահանջ ներկայացվել է, այդ դեպքում էլ ֆերման է ենթարկվել։ Ընդհանրապես այդքանը կարող եմ նշել։ Պարոն Այվազյան, մենք հետազոտել ենք դեպքի վայրում տեսանյութեր, որտեղ ակնհայտորեն ոստիկանության մեքենայից լսելի օրինական պահանջ չկա, բայց դուք ասացիք, որ 3 եւ ավելի անգամ պահանջը հնչեցվել է։ Ես լսել եմ։ Դուք լսել եք։ Ճիշտ է այդպես։ Իսկ տեսախցիկը եթե դա չի ֆիքսել, Չեմ կարող։ Ես հավակնում եմ այդ հարցի դեմ նույն բովանդակությամբ, հաց մի քանի անգամ հնչեցվել։ 4 անգամ արդեն պատասխան։ Բայց առավելությունը թե պետական արդեն իսկ պատասխանեց, ուրեմն արգելել եք ասեք, եթե առավելություն արմագողից որը մեդիկոմից արդեն չի պատասխանել։ Դե չգիտեմ, առաջարկը։ Լավ, վկան ամենայդեպս պատասխան։ Այսպիսի պարոն Ալեքսանյանի հարցը այս առումով կիսատ մնաց, այլ փորձենք շարունակել հասկանալ, եթե նպատակը իրապես պարոն Քոչարյանը չէր, եւ այդ հավաքը, որ ոստիկանության նպատակը ճանապարհի երթևեկելի գոտի բացելն էր, ինձ էլ չի թվում, որ ոստիկանությունը կարող է զուտ ինքնանպատակ պահանջներ տալ բացելու, չբացեն ասիլարդել, ոչինչ թող քայլ։ Այ վերջում ինչու քայլեր չձեռնարկվեցին, դուք էլ ասում եք, այդ պահին ղեկավար պաշտոն եք զբաղեցրել, ենթադրվում է պետք է ավելի մոտ կանգնած լինեք դրան, այդ փողոցը ինչու չբացվեց վերջում։ Բացվել է։ Հենց այդ եմ ասում, բարոյթի նյութերի այդ երթը բարձացել է Սարյան, ամբողջ Սարյանի փողոցով, երթևեկելի մասով, շարունակվել է մինչև պոլիտեխնիկի համալսարան, Սերգեյ Ասատուրովն երթը առաջնորդվել է։ Այսինքն դուք չեք բացել ճանապարհի երթևեկելի գոտի, դուք էլ ասում եք, որ երթևեկից քայլել եք, հա։ Եթե տեղյակ եք, եթե հիշում եք, Չեմ կարող հիշել։